Հակոբ Հակոբյանը մորս ասել էր, որպեսզի միշտ ջեռոցում իսպայի բարձրաստիճան սպաների համար։ Այդ օրը բարեբախտաբար մայրս չէր դրել, ինչ որ մեկը այսպես ասած փորձել է գլխին սակել ինչ որ բան, այդ չի բացառում որ նաև հենց Խումարյան արտակի ձեռքի գործն է։ Հակոբ Հակոբյանը իմանալով, որ լրատվամիջոցները արդեն տեղյակ են այս ամեն ինչի մասին, փորձել է խոսքը փոխել եւ ասել է, որ այդպիսի բան չի ասել։ Այսինքն մայրսի նախաձեռնությամբ այդ միսը միշտ փողում այդտեղ։ Միսը տեսել է Զորամասի հրամանատարի տեղակալ Արտակ Խումարյանը, ով 20 օր առաջ մայրիկիս առաջարկում էր համագործակցություն, մայրս չհամաձայնվեց եւ նա սպառնաց աշխատանքից ազատել նրան։ Ազատել են 2 օր առաջ, պատահականությունը իբրև թե գողություն է արել, բայց այսօր արդեն իսկ պատճառը փոխելով, ասում են իբրև թե փորձել է շողոքորթել հրամանատարությանը ջեռոցում միս պահելով, որպեսզի նրանց կերակրի։ Միսը կոնկրետ վստահություն կա, որ տեղադրել է ռազմական ոստիկանության համար աշխատող այնտեղի խոհարարներից Արմենուհի Ծատուրյանը, ում շատ դեպքերում իրականում գողացած ապրանքը ձեռքին տեսնելով աչք են փակել։ Արտակ Խումարյանը փորձում էր շողոքորթել հրամանատարին Արտակ Տոնոյանին եւ հրամանատարը այդտեղ անելով կոնկրետ բիզնես, այսպես ասած զինվորի կերը խոզապահներին վաճառելով, Խումարյան Արտակը փորձում էր պարզել, թե այդ կերը այդ գումարները կոնկրետ հասնում են հրամանատարին, թե ինչ որ մեկը այնտեղ խաբում է, կոնկրետ այստեղ խոսքը գնում է Հակոբ Հակոբյանի մասին, թիկունքի պետի մասին։ Թե ցանկանում էր իմանալ, թե խոհանոցում ինչ է կատարում գաղտնի ընդհանուր, թե ինչը զբաղված ճաշարանի պետը, պայստապետը, ամեն ինչ։ Ռիմա Ղևոնդյանից նաև պահանջել են ասել, թե կոնկրետ թիկունքի պետը, ճաշարանի պետը ինչ են վերցնում, ինչ են անում այնտեղ։ Եվ մայրս հրաժարվել է կտրուկ, քանի որ նա ուղղակի սովորական աշխատող է եւ իր գործն է անում։ Քանի որ գործը արդեն իսկ հասել է նախարարություն եւ արդեն կոնկրետ հիմա հրամանը պետք է տրվի նախարարությունում, բոլորը ստորագրել են արդեն Զորամասում եւ նախարարությունից պետք է պատասխան գա։ Ես կոնկրետ պահանջ ունեմ, այս դեպքում չգիտեմ ինչպես կհասկանան նախարար Սեյրան Օհանյանը, բայց ես պահանջում եմ, որ վաղեր ճանաչվի եւ եթե ցանկանում են, թող գործը նորից քննեն եւ հասկանան, որ անօրինական է ազատել աշխատանքից 14 տարվա եւ մեծ վաստակներ ունեցող աշխատողին մորս։ Արժանացել է մի շարք պատվոգրերի եւ մեդալների։